Այն խոսքը, որ իմ սրտի մեջ կա, չգիտեմ ինչքան ժամանակ առաջա, բայց երբ որ այս խոսքը հիշում եմ տարիներ առաջ այս մասին մի կարճ խոսացել եմ, բայց երբ որ այս խոսքը կպավ իմ սրտին, առաջի տեղը, որ ես սրա մասին խոսացել եմ, իմ տունն է, իմ ընտանիքը։ Ես հավաքեցի իմ երեխեքին, իմ ընտանիքին, ասի պատգամ ունեմ։ Ու այս խոսքի շուրջ անկեղծ որ ասեմ, շատ եմ մտածում, որովհետև շատ հիմնային բաներ ունի, ոնց որ Գրիգորը շեշտեց փրկության հետ կապված։ Մենք բոլորս այն ինչ որ լսեցինք թե Նարեկի խոսքը, թե Գրիգորի խոսքը, հավատում եմ, որ բոլորս ընդունում ենք, որ Աստծո խոսքից էր ու բացարձակ ճշմարտությունից էր։ Բայց գիտեք, իմ պատգամի վերնագիրը դրել եմ հավատալը բավարար չի։ Գուցե չգիտեմ, էլի մի քիչ տարօրինակ թվա, որտեղ մենք շատ ենք խոսում հավատքի կարևորության մասին, թե ինչքան կարևոր է, որ մարդ իր սրտի մեջ հավատք ունենա։ Բայց մի քանի բաներ այս ուղղությամբ ասեմ։ Աստծո խոսքը մեզի շատ լավ ներկայացնում է Գործք առաքելոցի մեջ, որ եկեք այդ հատվածը կարդանք, հա։ Գործք առաքելոց 17, հələ հիմնական խոսքը չեմ ասա։ Գործք 17:24-ից։ Աստված, որ աշխարհը ստեղծեց եւ նրա մեջի բոլոր բաները, նա երկնքի եւ երկրի Տերը լինելով, ոչ ձեռագործ տաճարների մեջ կբնակվի, ոչ էլ մարդկանց ձեռքով կպաշտվի մի բանի կարոտի պես, քանզի ինքը կտա ամենքին շունչ, կյանք ու շունչ եւ ամեն բան։ Բոլոր ազգերը մեկ արյունից արավ, որպեսզի բոլոր երկրի երեսը բնակվեն եւ որոշված ժամանակներ հաստատեց եւ նրանց բնակության սահմաններ Աստված փնտրելու, որպեսզի խարխափելով գտնեն նրան, թեպետ մեր ամեն մեկից հեռու չի, որտեղ նրանով ենք ապրում եւ նրանով ենք շարժում եւ ու կանք։ Այսքանը։ Մենք այս խոսքից մի բան ենք հասկանում։ Աստված ամեն բան ստեղծել է, մարդուն ստեղծել է ու մարդու մեջ մի հատ ձգտում է դրել։ Իրան փնտրել եւ գտնել։ Այդ ձգտումի անունը հավատք է։ Հավատքը շատ կարեւոր բան է, շատ կարեւոր բան։ Առանց հավատքի խոսքը ասում է, որ անհնարին է Աստծուն հաճելի լինել։ Առանց հավատքի մարդը չի կարա մոտենա Աստծուն։ Բայց մի հատ բան եմ ուզում ասեմ, ժողովուրդ, մենք բոլորը շփվում ենք դուրսը, թե աշխարհիկ մարդկանց հետ, թե մենք ինքներս մեր հետ շփվում ենք։ Մենք կարանք բոլորս վկայենք մի բանի մասին։ Աշխարհում ես օրինակի համար շատ մարդկանց եմ հանդիպել, որ գերակշռող մասը ասում է, որ ես հավատում եմ Աստծուն, հələ որ մի քիչ խոսում ես, ասում է քեզանից էլ լավ եմ հավատում Աստծուն։ Իմ պատգամի վերնագիրը, որ դրել եմ հավատքը բավարար չի, ուզում եմ ժողովուրդ այսօր այն ինչ որ կասեմ, նորություն չեմ ասելու, շատ ծանոթ տեղից եմ խոսալու, շատ ծանոթ, շատ անգամ կարդացված, բայց ուզում մտածենք ու ինքներս մեզի քննենք։ Մենք հավատում ենք, որ Տերը մեզի կանչել է ու վերջին արդյունքով մենք հավատում ենք, որ մենք փրկված ենք։ Բայց փրկության համար ոնց որ Գրիգորն ասեց, կան պահանջներ, կան, չգիտեմ, մեր առաջ դրված բաներ, որ մենք պետք է անենք։ Օրինակ Հակոբոսի մեջ հավատքի վերաբերյալ ինչ է ասում։ Ասում է հավատքը առանց գործերի մեռած է։ Ասում մեր հայր Աբրահամն էլ ասում է չարթարացավ հավատալով Տիրոջը, որ տարավ Իսահակին զոհելու, երբ որ Աստված ասեց բեր զոհի։ Դե այտենց չէ արդարացավ, հնազանդության մեջ գնաց, չէ։ Հիմա ուզում ենք կենտրոնական համարը, որ ուղղակի ստեղից, որ իմ սրտի մեջ դրվել է խոսալու, ուզում մի քիչ ավելի այս մասին խոսենք։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 35-րդ համարից։ Հայրը կսիրի որդուն եւ ամեն բան նրա ձեռքն է տվել։ Նա որ որդուն կհավատա, հավիտենական կյանք ունի։ Եվ նա որ որդուն չի հնազանդվում, նա կյանք պիտի չտեսնի, հապա Աստծո բարկությունը նրա վրա պիտի լինի։ Ուզում նորից կարդամ։ Նա որ որդուն կհավատա, հավիտենական կյանք ունի։ Եվ նա որ որդուն չի հնազանդվի, նա կյանք պիտի չտեսնի, հապա Աստծո բարկությունը նրա վրա պիտի լինի։
Ես հավատում եմ մենք այն կրթված ժողովուրդն ենք, որ Տերը ամեն անգամ մեզի ստեղից սովորացրել է։ Նաև Աստվածաշնչյան դպրոցում ենք սովորել, նաև շատ տեղեր մենք սովորում ենք։ Մեր առօրյա կյանքի մեջ էլ մենք սովորում ենք։ Ու այն ինչ որ մենք սովորում ենք, մենք վստահ կարանք ասենք, հավատում ենք, որ Աստծո խոսքը բացարձակ ճշմարտությունն է։ Բայց գիտեք, Աստծո խոսքը մեզ մի բան է ասում։ Հիսուսն ասում է, որ նա որ որդուն հավատում է, հավիտենական կյանք ունի, բայց նա որ չի հնազանդվում, ինքը կյանքը պիտի չտեսնի։ Մի քիչ ոնց որ հակասական բան կա այստեղ։ Ժողովուրդ, եթե մենք հավատում ենք, որ այս խոսքը այն ինչ որ մենք կարդում ենք, մեր կյանքի ուղեցույցն է, այն ինչ որ Աստված ինքը իր խոսքի մեջ մեզ սովորացնում է, հավատում եմ Աստծո ակնկալիքը սա է, հնազանդվել այդ խոսքին, ապրել ընենց ոնց որ ինքը ուզում է։ Գիտեք, մենք մեր առաջ շատերին օրինակ ունենք Աստծո խոսքի մեջ։ Օրինակ Սավուղի օրինակը իմ համար այն ամենավառ օրինակներից մեկն է։ Աստված ինքը ընտրեց Սավուղին Սամուելի միջոցով ու հաստատեց Իսրայելում որպես թագավոր։ Ու Սավուղն էլ ինքը հավատում էր, որ ինքը Տիրոջից էր ընտրված։ Ու ինքը Սամուելի հետ համագործակցելով հավատում էր այն ամենը, ինչ որ ինքը պիտի անի, դա Տիրոջ կամքն է։ Ոնց որ Նարեկն էր ասում, ժողովուրդ, երբ որ մենք գիտենք Տիրոջ կամքը, բայց դրան հակառակ ենք ապրում, ի՞նչ է դա։ Անհնազանդություն։ Սավուղը լավ գիտեր ինչ է Տերը կանչե իրան անելու։ Բայց գիտեք ինքը ոնց էր անում։ Անում էր ընենց ոնց որ իրա սիրտն էր ուզում։ Անում էր ընենց ոնց որ իրան էր հաճելի։ Դրա համար եկավ մի օր, որ Տերն ասավ զղջացի, որ իրան թագավոր դրեցի։ Աստված մերժեց Սավուղին։ Մեր կյանքում հավատալը բավարար չի, ինչքան ուզում ես, չգիտեմ, Աստծո խոսքից մեջբերումներ արա։ Գրիգորի ասած խոսքին սենց գումարած մի հատ բան ասեմ։ Առակացում մի հատ համար կա, որ շատ եմ սիրում։ Ասում է, իր մեղքը ծածկողը հաջողություն չի գտնի, բայց խոստովանողը եւ մի կողմ գցողը հաջողություն կգտնի։ Հիմա մենք շատ անգամ խոստովանում ենք հավատալով այդ խոսքին, բայց այդ մի կողմ շպրտելը ձգում ենք։ Եկեք ուղղակի քննենք մեզի, մենք ինչպես ենք հավատում Տիրոջ խոսքին։ Ես իմ մոտ մի հատ բան եմ գրել, որ հնազանդությունը ավելի խորը հավատքի դրսևորում է։ Եթե դու հավատում ես Տիրոջը, ուրեմն զուգահեռ պետք է հնազանդությունը քայլի քո կողքով։ Դու չես կարող հավատաս, բայց ոչինչ որ տեղ անհնազանդություն անես։ Սա նման է, որ ես Տեր գիտեմ քո կամքը, բայց ինձ սենց է ձեռ տալիս, որ ապրեմ։ Սա նաև մի քիչ ավելի խիստ է հնչում, բայց ոչ թե միայն անհնազանդությունը, այլ նաև ապստամբությունը Աստծո առաջ։ Որ դու գիտես, բայց ինքնական որոշում ես ապրեսնես ոնց որ դու ես ուզում։ Բայց խոսքը մեզ ուրիշ բան է ասում։ Նա որ որդուն հավատում է հավիտենական կյանք ունի, բայց նա որ որդուն չի հնազանդվում, նա կյանք պիտի չտեսնի։ Այլ հակառակ ինչ ասում, Աստծո բարկությունը իր վրա է մնալու։ Մենք մեր կյանքի մեջ նաև օրինակի համար, ես հավատում եմ, ինչ որ Աստծո խոսքում հին ուխտում մենք կարդում ենք շատ բաներ գրված է մեր այսօրվա օրինակի համար, որ մենք դրանից դաս վերցնենք մեր համար։ Մեր բոլորի համար մենք գիտենք, չէ, Մովսեսը այն ոնց ասեմ, բարձր տեղ դրվածն է, այն արժեքը մեծագույն կարելի ասել։ Մարդ, որը Աստծո հետ էր քայլում, մարդ, որը ուղղակի բերան շփվում էր Տիրոջ հետ կամ անգամ գրված ինքը Եհովայի կերպարանքը տեսնում էր։ Բայց գիտեք ինչ է գրած իր համար։ Առաջին անգամ, երբ որ ժողովուրդը ջուր ուզեց գրած, Աստված ասեց գավազանովդ խփի ժառին թող ջուր տա։ Երկրորդ անգամ, երբ որ Տերը ասեց ժայռին ասա թող ջուր տա, քանի որ Մովսեսը բարկացել էր ասելու փոխարեն ուղակի նախքին փորձով էլի գավազանով խփեց ու ջուրը եկավ, Աստված ինչ ասեց իրան, քանի որ ինձ չփառավորեցիր իմ ժողովրդի առաջ, դու լեռան վրայից կտեսնես
խոստացված երկիրը, բայց չես մտնի։ Ժողովուրդ, խորհուրդ է էսի։ Եթե մեր կյանքում մենք ամեն ինչի մեջ հավատում ենք, չգիտեմ, քայլեր ենք անում ինչ-որ, բայց մեր ներսում հնազանդություն չունենք, ես չեմ կարծում Տերը աշկ կփակի այդ ամեն ինչի վրա։ Որտեվ Աստված ինքը ինչքան բարի է, ինչքան ինքը սեր է ամբողջությամբ, բայց իր արդարությունը թույլ չի տա, որ ես շարունակաբար անհնազանդության մեջ ապրեմ ու մի օր կայնեմ Տիրոջ առաջ։ Ես շատ առիթներով ասում եմ, Աստծո մոտ խաթր գոյություն չունի։ Այդ մենք ենք sense մտածում, դե ինքը խաթր կանի կամ չգիտեմ, որտեվ ինքը տեսել է ես ինչեր եմ արել, կամ ինչեր եմ անում։ Աստծո մոտ խաթր գոյություն չունի, ինքը չի ասելու, դե քանի որ դու արտավազդախոր եկեղեցու ես, մտի երկինք։ Չկա դες բան։ Աստված նայում է ու կշռում է մեր սիրտը։ Ինչքանով մենք իր խոսքին հավատալով հնազանդության մեջ քայլել։ Գիտեք, հավատալու, աղոթելու վերաբերյալ մի բան, որ ես վերջերս ուղղակի սրտիս մեջ դրվել է։ Երբ որ մենք հավատում ենք Աստծուն կամ աղոթք ենք անում, մենք դրանով իրավունք ենք տալիս Տիրոջը, որ ինքը խառնվի մեր գործերին։ Բայց երբ որ մենք հնազանդվում ենք Տիրոջը, մենք խոսում ենք մի բանի մասին, որ Տեր, ես պատկանում եմ քեզ ամբողջությամբ, դրա համար հնազանդվում եմ քեզի։ Մենք շատ անգամ ուզում ենք Տերը մեր կյանքի ամեն ոլորտի մեջ խառնվի, ամեն բանի մեջ մենք հաջողություն գտնենք։ Բայց Տերը ուզում է, որ մեր ապրած կյանքի մեջ մենք եթե ասում եմ Տեր, օրինակ հիշում եք Հիսուսը ինչ էր ասում, Ղուկասի ավետարանի մեջ Հիսուսն ասում է, ինչու եք ինձի Տեր, Տեր կոչում, բայց ասածներս չեք անում։ Մի քիչ աբսուրդ բան է, եթե ինքը մեր Տերն է, բայց ինքը մեզ այսօր ինչ որ բան է ասում անելու ու ես դրա հակառակն եմ ապրում։ Ինչպես է ինքը դառնում իմ Տերը։ Եթե ինքը Տեր է, ինչ ասում նաև խոսքի մեջ, եթե ես Տեր եմ, ուր է իմ երկյուղը, չէ։ Եթե ես հայր եմ, ուր է իմ պատիվը։ Եթե ինքը Տեր է, ուրեմն պետք է իմ սրտի մեջ լինի իր նկատմամբ այդ հնազանդությունը։ Ոնց որ Հիսուս իր խոսքի մեջ ասում է, նա որ որդուն հավատա հավիտենական կյանք ունի։ Բայց ոնց որ կա, չգիտեմ, մտածում ենք թե չէ։ Հիսուսը մեզի նեղը չի գցում։ Բայց ուղղություն է տալիս, մենակ քո հավատքը կարա մոտիկացնի քեզ դեպի ինձ, բայց պետք է դրա մեջ լինի հնազանդություն, որ փրկությունը կարողանաս ընդունես քո կյանքի մեջ։ Ես հավատում եմ, ստեղ հավաքված ամեն մարդ, որ եկել է, այս փրկության կարիքը ունի։ Ու եթե մենք ունենք այս փրկության կարիքը, իրոք պիտի քննենք մեզի, ինչպեսի կյանք եմ վարում Աստծո առաջ։ Ամբողջությամբ հնազանդվում եմ, թե չէ, ժողովուրդ, նկատի չունեմ, մարդ ես կարող է ինչ-որ մի բանի մեջ, չգիտեմ, թերանաս, ինչ-որ մի բանի մեջ սայթակես, ինչ-որ մի բանի մեջ ընկնես։ Բայց մի բան այս վերջին ժամանակներ այս համարը, որ ուղղակի կպել է իմ սրտին, մտածում եմ այս ուղղությամբ։ Արդյոք մենք իրոք հնազանդվում ենք Տիրոջը։ Մտածենք մեր կյանքի ընթացքին, մեր առօրյա կյանքի մեջ։ Այն համարը, որ Գրիգորը կարդաց, վերջին օրերի այդ, չգիտեմ, 18 հատ այդ մեղքերի ցուցակը։ Գիտեք, երբ որ մարդը փողզիչման մեջ է մտնում, գիտենալով, որ դա Աստծուն հակառակ է, ինչքան ուզում ես մեծ հավատք ունեցի։ Աստծո աշկին դառնում է 0։ Որտեվ հավատքը ու հնազանդությունը իրար հետ են քայլում։ Առանց այդ հնազանդության հավատքը չի դառնում իրական։ Որպեսզի իրական հավատքը մեր սրտերի մեջ տեղ ունենա ու գործողություններն էլ արդյունավետ լինի, հավատում եմ հնազանդությունը պետք է մեր սրտերին։ Ու ես հավատում եմ, որ հնազանդության համար մենք մեր անձերը վարժեցնել պետք է, ուղղակի սովորենք։ Որովհետև եթե մենք մեր անձերը չենք վարժեցնում դրա մեջ։ Ես օրինակ այս վերջերս մեկ հետ էի խոսում, ինքը 38 տարեկան էր, մի 4 անգամ դատվածություն ուներ, ու իր հետ խոսում էի, ինքը
ասում ես հոգնել եմ, այն ինչ որ իմ կյանքի մեջ ես ունեցել եմ, այդ ամեն ինչ փորձել եմ իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ, որ մոտենամ Աստծուն։ Բայց մի բան կա, ասում է, ես չեմ կամ խմելը թողեմ։ Ես են ասում դու 38 տարի քո անձը դրա մեջ ես վարժեցրել, ու մի օրվա մեջ հնարավոր չի դու էդի թողես։ Բայց հավատում եմ ամեն անգամ քայլ անելով Աստծո մոտ, քո հավատալով իր խոսքին, հետևելով իր պահանջներին, ինչը որ ինքը անում է, ու համապատասխան ամեն անգամ կանչելով Տիրոջը, հավատում եմ Տերը կարողություն կտա, որ դու դրա մեջ հնազանդվես։ Գիտեք, բաներ կա, որ գուցե հենց այսօր պատգամը լսելուց հետո դու ուզենաս գուցե չստացվի, ոչ թե պետք է կոտրվել ու հիասթափվել հակառակը, գնալ Տիրոջ մոտ, ասել Տեր սովորեցրու հնազանդվեմ քեզի, որտեվ Աստծուն հնազանդվելը մեծ դռներ է բացում մեր համար, բայց անհնազանդության մեջ քայլելը ինչքան ուզում ես, օրինակ արտաքինից շատ սիրուն երևա, մարդկանց հետ շատ սիրով վարվի, քո վարմունքն ու վերաբերմունքը թող շատ գեղեցիկ լինի, մարդիկ շատ լիքը դրական բաներ ասեն, բայց եթե ներսում դու անհնազանդություն ունես, Աստծո աչքին այդքան էլ հաճելի չի։ Մեր արտաքին ոչ մի բան Աստծուն չի գրավում։ Ես շատ առիթներով ասել եմ, Աստված մարդու նման չի, որ մի բան ասես կամ մի բան անես, ասի, վայ փշաքաղվեց, ես ինչ ուժեղ բան էր։ Աստծո մոտ այդպես բան չկա։ Աստված մարդու սրտերը շատ լավ ճանաչում ու գիտի, ինչ կա այնտեղ։ Հիմա ամպագորգոր մենք ինչքան ուզենանք ասենք, գիտես, ես Աստծուն հավատում եմ։ Անկամ քո հավատքի մեջ գուցե շատերի հետ համեմատվես, ես սրանից ավելի լավ եմ հավատում, այն մեկից ավելի ուժեղ է իմ հավատքը, բայց եթե հնազանդությունը պակաս է, Հիսուսը զգուշացնում է։ Ինքը հավիտենական կյանք չի ունենա, այլ Աստծո բարկություն իր վրա պիտի մնա։ Առաջարկում եմ, որ հեսա կաղոթենք իրար հետ։ Քննելով մեզի, գանք Աստծո մոտ ու ասենք Տեր, ուզում եմ, որ ոչ թե ուղղակի իմ սրտի մեջ մի բան, որ քանի որ ես հավատում եմ ու ամեն օր քո տան մեջ եմ, չեմ ուզում դա իմ համար լինի բավարարվածություն։ Տեր սովորեցրու ամեն օր հնազանդության մեջ քայլեմ։ Այն որ ես կարդում եմ քո խոսքը ամեն օր, այն որ ես պատգամները լսում եմ, ես միշտ ասել եմ, եկեղեցում դրված այս կարգը, որ ամեն Կիրակի այսօր 3 հոգի ենք քարոզել, մի 3 տարբեր քարոզներ։ Ինչի համար է էսի։ Շոր ես վստահ եմ, մենք հավատում ենք, չէ՞ խաղ չի։ Էսի ուղղակի, չգիտեմ, էլի զուտ մարդկանց զբաղված պահելու խնդիր չի։ Սա Աստծուց դրված կարգ է, որպեսզի մենք խոսքը վերցնելով զորանանք ու գնանք այդ խոսքով ապրենք։ Եթե մենք այս սկզբունքը մեր կյանքի մեջ ամեն անգամ չենք կիրառելու, տարիներ մենք կգնանք ու մեր էությունը չի փոխվի։ Աստված հետաքրքրված չի, թե դու քանի Կիրակի ես եկել ու քանի Կիրակի ես բաց թողել։ Աստծո մոտ այն մատյան չկա, որ պծիշկեն դնի, թե որ Կիրակին եկար, որը չեկար։ Աստծո մոտ մի բան կա, ինքը նայում է, քո կյանքը փոխվում է թե չէ։ Դու գնում ես դեպի այն սկզբունքը, որ խոսքի մեջ ասում է, ինքը նախասահմանել է մեզանից ամեն մեկին, որպեսզի իր որդու պատկերին կերպարանակից լինենք։ Ինքը նայում է, ես գնում եմ այդ պատկերին կերպարանակից լինելու, թե ուղղակի գալիս գնում եմ, սենց ավտոմատ կերպով։ Երբ որ մարդու համար սովորական է դառնում, մարդը թողում այդ հնազանդությունն էլ, դե ձեր հետ հավատում է, դե որ չհավատայից դա չի լինի։ Ոնց որ ես տարիներ առաջ Աստծուն ասում էի Տեր, եթե ես քեզ չհավատայի չէի գա քո տուն։ Ու հիշում եմ Աստված այնքան դիպուկ ինձ ասեց դու չես եկել, ես եմ քեզ բերել։ Ու ես ասում եմ Տեր ո՞նց ես դու բերել։ Ես հիշում եմ ինձ իմ հետ երբ որ խոսացին հրավիրեցին, եկեղեցի ես եկա։ Ու հիշում եմ Աստված պատկերավոր, չեմ կարա հիմա բացատրեմ այդ ոնց։ Բայց հիշում եմ Աստված ինձ ոնց ցույց տվեց, որ իմ ընկերները ինձ համոզում էին, ասում էին արի գնանք։ Ես ասում եի ես կյանքում հավատացյալ չեմ դառնա։ Իրանք ասում են մենք էլ չենք դառնա, բայց արի գնանք։ Ու երբ որ ես եկա իմ ընկերների հետ, մենակ ես մնացի իրանցից։ Որտեվ Աստված այդ օրը կպավ իմ սրտին։ Ու հիշում եմ, որ Աստված ասեց ես քեզ բերեցի։ Ժորդ Աստված չի բերե,
որ ես իր խոսքին ծանոթանամ, վերջում դժոխք կետամ։ Աստված բերել է, որ ես հենվելով իր խոսքի մեջ, հնազանդության մեջ քայլելով, կանգնեմ իր առաջ վերջին օր ու ասեմ, դու այն Աստվածն ես, որ երկրի վրա քեզ ապավինելով ու քեզ հնազանդվելով ապրեցի։ Մենք սրա կարիքը ունենք։ Առաջարկում եմ եկեք աղոթենք իրար հետ։ Սիրելի մեր Տեր, մենք խոնարհվում ենք քեզ։ Մենք փառք ենք տալիս քեզ ամեն բանի համար, Տեր։ Ամեն բանն ինչ որ դու ասում ես եւ անում ես մեր կյանքի մեջ, Տեր, նպատակ ունի։ Ու մենք ուզում ենք մեր Աստված, որ ամբողջությամբ քեզ ընծայված կյանք վարենք, Տեր։ Տեր, ոչ թե ուզում ենք, որ հավանենք քո խոսքը, այլ ուզում ենք հնազանդվենք քո խոսքին, Տեր։ Որովհետև Տեր, մենք շատ անգամ հավանում ենք։ Մենք շատ անգամ ասում ենք, որ քո խոսքը քաղցր ու բարի է, Տեր։ Բայց ուզում եմ, որ սովորենք հնազանդվել քեզ, Տեր։ Որովհետև իմ Աստված ջան, հավատում եմ եւ ամեն անգամ մենք հնազանդվում ենք քեզ, քո անունը փառավորվում է, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, մեր Տեր։ Հանձնվում ենք քեզ եւ օրհնում ենք քեզ եւ ասում ենք օգնիր ամեն ժամանակ քո երեսի առջև գալու եւ ապրելու այնպես, ինչպես քեզ է հաճելի, Տեր։ Թող անունդ փառավորվի մեր մեջ, Հայր, Հիսուսի անունով։ Ամեն։